մի միլիոն մարդու օդը փչացնող հանքերի հարցն ենք մենք բարձրացնում, քայնու պերևալներ, քանի հատ ավազի հանք կա, քամին ոլորելով փոշին իջացնում Երևան քաղաքի վրա։ Այս հանքերը ժողովուրդ ջան պետք է փակվեն։ Արարատը, մայրաքաղաքն ու ամբողջ Հայաստանը կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-ից 25 ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդու քաշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևան-Սևան մայրուղու տարածքում, M4 է կոչվում, եւ գիտեք այս օրերին Երևանում բոլորս եւ Հայաստանի Հանրապետությունում նաեւ Իդեպ նաև ասեմ Վրաստանի Հանրապետությունում նույնպես, որովհետև վրացական լուրերը անդրադարձել են Հայաստանում օդի աղտոտվածության խնդրին, բոլորս խոսում ենք օդի խնդրից, որ դա քաղցկեղածին օդ ենք մենք շնչում ենք փոշով լի օդ, շինարարական փոշով լի օդ, եւ ուզում ենք ձեզ ցույց տալ, թե այս մայրուղու վրա, գիտեք, ասում են չայնու պերևալներ, հա, այս ոլորանների վրա քանի հատ ավազի հանք կա, եւ ես ձեզ ասեմ դրա վճարած հարկերը մի եսի միշտ չի, կարող են ստուգել տեսնել, թե այս ավազի հանքերից ինչպես է քամին ոլորելով, այսպես պտտելով ամբողջ փոշին իջացնում Երևան քաղաքի վրա, այսինքն մենք, մեր երեխաները, մեր ծնողները, մեր հարազատները, մեր տուրիստները, Երևանի հյուրերը, բոլորը շնչում են քաղցկեղածին օդ եւ դրան է գումարում նաեւ Երևանի շինարարությունները։ Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ հայտարարեց, որ 2 հանձնախումբ է ստեղծում։ Մեկը օդի աղտոտվածությունը ստուգելու, մյուսը խցանումները ստուգելու։ Հիմա ժողովուրդ ջան, եկեք մինչև այդ հանձնախմբերը կաշխատեն, որովհետև պարզա որ ինչ էլ աշխատեն, ամիսներ ա տևելու, այն որ ասում է, եթե ուզում ես ինչ-որ թեմա թաղես, կոծկես, փագես, գնա ստեղծիր հանձնաժողով։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը, այս հանքերը ժողովուրդ ջան պետք է փակվեն։ Այս ավազի հանքերը, որոնք դրված են ամբողջ ոլորանների ճանապարհի վրա, այդ ավազը, այդ փոշին, այսպես պտտելով իջեցնում են մեր տներ, մեր խոհանոցներ, մեր դպրոցներ, մեր մանկապարտեզներ, ծննդատներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ, յուրաքանչյուրը կարող եք ձեր տանը փորձել։ Այսպես փոշին սրբում ես, մի քանի ժամ հետո նույն շինարական փոշին դեղին գույնի, հա, նստած է։ Հիմա ինչ պետք է անել։ Հիմա այդ հանձնախումբը կաշխատի, բան կասեն, վայ մեքենաները խնդրեմ են, խցանումները խնդրեմ են, շինարարությունը խնդրեմ է, ոչ մի շինարարություն նորմերը չի պահպանում, բայց մինչև դա մենք հենց հիմա տեսնում ենք, նախ գիտենք, որ ունենք այս խնդրեմը ժողովուրդ, ինչա պետք անել։ Թող հանեն դուս, քաղաքից հեռացնեն, տանեն ուրիշ տեղ։ Սա է լուծումը։ Ես ուրիշ լուծում չեմ տեսնում, որովհետև եթե սա շարունակում է մնալ այստեղ, մենք այս փոշին շնչելու ենք, կոպեկներ են պետական բյուջե վճարելու, կոպեկներ։ Այդտեղ փող չի, եսի միշտ չի։ Մեր առողջությունից թանկ բան չկա, եւ թող այդ հիմա կասեն, որ գիտեք, բանա, շինարարությունա գնում մեզ ավազապետ, շինարարությունա գնում դահանաժեշտա բան, շատ ավելի հեռու բնակավայրերից կարելի է այդ հանքերը բացել եւ կան նմանատիպ հանքեր եւ այդտեղ այդ աշխատանքները կատարել են։ Մեր փաստարկը սա է, մեր պահանջը սա է, թող այդ հանձնախումբը ուսումնասիրություններ կատարի, որ Երևան մտող ճանապարհներին, նաեւ Երևանի ներսում, դա նույնպես ցույց կտան, նաեւ Երևան քաղաքի ներսում 1 միլիոն մարդու օդը պղտորող, 1 միլիոն մարդու օդը փչացնող, քաղցկեղ առաջացնող օդը կեղտոտվում են նմանատիպ հանքերով։ Այս բոլոր հանքերը պետք է փակվեն։ Այդ մի քանի միլիոն դրամը թող պետական բյուջեն չստանա, բայց 1 միլիոն մարդու առողջությունը կպաշտպանվի, 1 միլիոն մարդ քաղցկեղից պաշտպանված կլինի, հիվանդության, առողջության, օդը մաքրելու սարքեր գնելու փոխարեն ուղակի մաքուր օդ կվայելի։ Մնացածը կանաչապատ տարածքներ եւ այլն, բոլորս անգիտ գիտենք, թե այս օրերին, այս տարիներին, ինչեր մեր օրեր, ինչեր արվել, ոնց են Երևանի կանաչապատ գոտիները վերացվել, դա մի այլ թեմա է, հենց հիմա միայն մենք փոշին ենք անդրադառնում, այդ թեմաներին էլ այլ մասնագետներ կամ էլի մենք կանդրադառնանք, բայց հենց հիմա Երևան մտնող այս ճանապարհի վրա գտնվող հանքերի հարցն ենք մենք բարձրացնում, որ բոլորը անխտիր պետք է զրկվեն լիցենզիաներից եւ փակվեն։ Պետք է դադարեցվի դրանց գործունեությունը, որովհետեւ կրկնում եմ 1 միլիոն մարդու առողջությունը եւ այն տուրիստական հոսքը, որ մենք կարող ենք ունենալ, բայց չենք ունենալու կեղտոտի պատճառով, ավելի թանկ է, քան այդ մի քանի միլիոն դրամը, որ պետական բյուջե են վճարում այս հանքերը շահագործողները։ Այստեղ նաեւ այլ կանոնների հարցեր կա, օրինակ տեսեք, մենք հստակ գիտենք, սարը կտրում են, սկսում են
քանդել, հա, եւ տեսնում ենք սարը կար, մեկ է սարը չկա։ Դա առաջացնում է որոշակի մուտք դեպի քաղաք, քամու, չէ, քամիների դեպի քաղաք։ Արդյոք սա ինչ որ նորմերի խախտում չի։ Մենք դրա մասնագետը չենք, բայց մասնագետները դրա գնահատականն էլ կտան։ Ուզեմ ասել, սա մի հարց չի, միայն փոշու հարցը չի։ Ուղղակի 2 կոպեկ ավել փող աշխատելու, կերշահույթ ապահովելու համար 1 միլիոն մարդու առողջության հերանություն։ Էսա տեղի ունեցողը եւ այսքանը ուզում եմ ամփոփել, խնդրել որ տարածեք այս տեսանյութը, բազմապատկեք այս էֆեկտը եւ համընդհանուր պահանջ ձևավորենք, որ Երևան քաղաքի ներսում, Երևան քաղաքի մոտիկ, բնակավայրերին մոտիկ բոլոր նմանատիպ օդը փոշով լցնող հանքերը պետք է փակվեն։ Շնորհակալ եմ եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։